Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ընդդիմությունը երկու ճանապարհ ունի։ Նայեք, արդեն նշեցինք, ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իր մրցակիցը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի։ Իր մրցակիցը տարվմտյան այսպես դաշինքն է, կոնգլոմերատ է, գլոբալիստներ Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա, Թուրքիա, Իսրայել եւ այլն ամեն մեկը Միացյալ Նահանգներն Զանգեզուրի միջանցքի հարցով ինչ-որ չափով, շատ քիչ, բայց ամեն դեպքում, այսինքն այս արևմտյան կոնգլոմերատն է, որը մոլդովական տարբերակով փորձելու է պահել այս բան իշխանությանը, հա, իշխող քաղաքական ուժին իշխանությանը։ Դե հիմա մենակը պահի փորձի ինչ-որ ուրիշ, չգիտեմ, կոալիցիան ձևով պահել, արդեն դե հարցի երկրորդ կողմն է։ Նրանք փորձել են ուրեմն այս մոլդովական տարբերակով ըստ ինձ պահել, որտեղ իրանք ֆուրոր ունեն։ Մոլդովայում հաջողվել է հակառուսականությունն էլ իրենց մոտ չի պակասել։ Հիմա ընդդիմությունը ունի երկու ճանապարհ։ Մտել ես խաղի մեջ ու պարտվել, որտեղ իրանք չեն կարող հաղթել այս խաղի մեջ, որովհետև եթե դու մտնում ես ուրիշի խաղի մեջ, դու չես կարող ուրիշի խաղի մեջ մտնելով ուրիշի խաղի կանոնները, որը անդադ փոխվում է, իրան հաղթես։ Հատկապես երբ որ դիմացը ոչ թե դա է, այլ ասենք ԿՊՆ, այլ ինչպես Գյումրիում, Վանաձորում, չգիտեմ, այնտեղ խաղ, Փարաքարում եւ այլն, այլ արևմտյան կոնգլոմերատ, այսինքն դու մտնում ես այդ խաղի մեջ, դու փորձում ես իրենց խաղի կանոնները քեզ ծառայել, որը չի հաջողվում, ու դու պարտվում ես ստանալով ընդդիմության ինչ որ տոկոսներ պարլամենտում, կամ դու գտնում ես քաղաքակրթական դաշնակից եւ քաղաքակրթական դաշնակցի հետ միասին խաղի կանոնները քո համար որոշում եւ այդ խաղի կանոններով արդեն քո խաղի կանոններով դու խաղում ես ու հաղթում ես, դառնում ես իշխանություն։